տեսանյութ եւ ապահովության առաջնորդներ միացել Նիկոլ Փաշինյանին, բայց խոսակցություններ կամ որոնապետների եւ քիչ տեղեկություններ ուներ նահատակությունների հետ հանդիպել չի հանդիպել, արցախցիները իրենց կարծիքը արտահայտել են եւ մենակ չի վերաբերում էր հոգեոր թեմի առաջնորդին։ Նրանք ովքեր շեղվել են այդ ճանապարհից, վստահ եմ, որ ավելի արագ կհայտնվեն այստեղ, կամ եղան չեն, եղակ եկան, ավելի քան համոզված եմ երևի կաթողիկոսներ կների, որտեղ Պարոն Բալասանյան, մենք տեսանք, որ մեկ բարձրաստիճան հոգևորական արդեն իսկ Նիկոլ Փաշինյանից հեռացավ եւ միացել է Մայրաթորի հայտարարությանը, ինչ է կարծում մյուսների պարագայում եւս այդպես կլինի։ Բոլորն էլ մեղանչելու են, ասեմ, որ իմանաք։ Ընդհանրապես որևէ մեկին իրավունք չունի եկեղեցական, եկեղեցու, դա եկեղեցու ներքին կյանքն է, եկեղեցու ներքին խնդիրն է։ Մենք դարերով պետականություն չենք ունեցել, ճիշտ է։ Եկեղեցին մեր ամեն ինչը մեր գիրը, գրականությունը, արժեքները, ազգային ավանդույթները, որպես հայ, որպես այս տարածք գոյատևել է։ Հիմա պետությունն է, հայկական պետությունն է, ավելի մեծ, քան եկեղեցին, եկեղեցին 1700 քանի ավելի տարի ունի։ Վտանգավոր, ասինքն այնինչ երկրի իշխանությունները սկսել են, ես վստահ եմ, որ շատ շուտ ձեռնպահ կմնան եւ նույն Նիկոլ Փաշինյանը պետք է գա եկեղեցու բակում, մեղանչի Աստծո ներողություն խնդրի, կաթողիկոսի հոգևորականների ներողություն խնդրի։ Դա ինքը կորոշի։ Ես ավելի քան վստահ եմ, այդ մարդիկ շերները չեն քնում, անկեղծ ասած։ Բայց ըստ ձեզ ինչու այս ամենը արվում եկեղեցու դեմ, ինչ նպատակ ունի։ Կաթողիկոսի դեմ չսա, ընդհանուր եկեղեցու դեմ է, չնայած նրանք ովքեր պնդում են, որ սա եկեղեցու դեմ է, եւ գիտեք, դա անբարոյական է, երբ որ խոսում են վեհափառին, ասում են կտրիչ Ներսիսյան, չգիտեմ, բաներ են խոսում, ես ոչ արժան վերաբերմունք, հա, մի քիչ էլ իմ համար արդեն կասկածել է այդ մարդկանց հայկական պատկանելիությունը որպես հայ։ Իսկ այս շրջանում խոսել եք վեհափառ Հայրապետի հետ։ Ես շատ շուտ եմ հանդիպել։ Ես վերջի ժամանակները չէ, բայց միշտ հանդիպել եմ։ Ես իմ հարաբերությունները, երբ որ կաթողիկոսը ընտրվել, ես մինչև կաթողիկոսը ընտրվելն էլ ես իր այդ հարաբերությունները նորմալ եղել է, կաթողիկոս ժամանակ է, ինչ 23 թվականին վերադարձել ենք, բազմաթիվ անգամ հանդիպել եմ վեհափառ հոր հետ, վեհափառ հայրը իր տեղում է, երբևիցե խախտում չի արել, չի անելու եւ ծառայում է, մենք բոլորս էլ տեսնում ենք ելեմ։ Արցախցիները նաեւ խնդրանքով էին դիմել վեհափառ Հայրապետին, որ թեմի նոր առաջնորդ նշանակի, ինչ որ նորություն կա կամ չէ, դեռևս չէ։ Ես նորից եմ ասում, 10 կամ քանի հոգի նրանք ովքեր շեղվել են այս ճանապարհից եւ բոլորին ես անձամբ ճանաչում եմ, բոլորի հետ շփված եմ եւ ցանկալի է այդ մարդիկ րոպե առաջ հոգեոր խորհրդի կողքի իրանց հարցերը բարձր ներողություն խնդրեն, մեղանչեն եւ հարցերին լուծում տան։ Մարդիկ են էլի սխալվել են, ամեն մարդ է սխալում, բայց ավելի քան ասեմ, որ իրանք իրավունք չունեն այդ սխալը թույլ տալու։ Պարոն Բալասանյան, կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունները հրահանգվում են Թուրքիայից, Բաքվից։ Դե դա Նիկոլին արծեք, ես ինչ իմանամ ողարանգել։ Բայց ցամոթ, հա, ու խայտարակություն է, չի գալի։ Այդ մարդիկ մնալու են պատմության ամենափիս էջում։ Բալասանյան, շուտով ընտրություններ են, ինչ է կարծում, ինչպես են ընթանալու։ Ես ընդհանրապես ցանկություն էլ չունեմ այդ ընտրություններին, ու ավելին կասեմ, հիմա համաշխարհային պատերազմը սկսվել է, իշխանությունները, ընդդիմությունը, բոլոր քաղաքական ուժերը սկսել են քարոզարշավ անել։ Մի տեսակ, այս մարդիկ ոնց որ մեր երկրից չեն։ Ես չեմ պատկերացնում այդ քաղաքական ուժերը, համաշխարհային պատերազմը շատ շուտ բանից սկսվել է, հիմա արդեն ֆիքսվել է։ Եվ այդ բոլոր քաղաքական ուժերին եւ ՔՊԻ-ին, գործողությունից կոչ կանե, արագը մի հատ համախմբեն, տեսնան այս երկիր ուր են տանում։ Ամոթ է, խայտարակություն է մի խոսքով։ Ես շատ խիստ կասկածում եմ, այստեղ ընտրություններ է լինելու, որտեղ վիճակը միջազգային ընդհանրապես մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ ծայրահեղ ծանր վիճակ է։
այդ խաղաղություններից են խոսում, չգիտեմ ինչերից են խոսում, բայց որևէ փաստաթուղթ չի գործում։ Եվ որ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունը խոսում է ինչ-որ մի հատ ստից թղթի կտորի մասին, թղթի կտորի, մի անգամ էլ եմ առնչել, թրիփի ուղի, չգիտեմ, բանը, դեմիլիտացիա, դեմարկացիա են անում, հայերենով սահմանազատում, որ այնքան փաստաթղթերը միջազգային իջիկ դարձել, որ այդ թղթերը ընդհանրապես սրանք ոչ փաստաթուղթ է, ոչ հուշագիր է, մի հատ թղթի կտոր է, Թրամփի կողքին ստորագրած, չգիտեմ Ալմատիում ստորագրած, աշխարհագրությունը աշխարհի փոխվելու է, քարտեզը քաղաքական փոխվելու է, մոտ ժամանակներս, նրանք ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են, ավելի քան ասեմ, պարզ եմ ասում, բոլորին պարզ, Կովկասը դա այս աշխարհակ, դեպի հյուսիս, այ մեր քաղաքականությունը պետք է լինի, հարավ, Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ պիտի պահենք, եւ մենք պետք է լինենք միութենական կազմում, 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն, հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց հիմա նորից եմ ասում, աշխարհագրությունը փոխվել է, քաղաքական քարտեզը արդեն իսկ սահմանագծում արած է, Ոսպես չգիտեմ, ես պուճուր երկիրների 2-3 միլիոն բնակիչ ունեցողները մտմտը խոսում են, մենք ենք, մենք սենց կանենք, մենք մեր ինքնիշխանությունը, աշխարհին պարտք չի կարելի, ամոթ է, մի խոսքը փիս ամոթ է, այդքան բան,